Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բն հայտարարել է. հայոց եկեղեցու սպասավորները այսօր Հայաստանում ենթարկվում են անհիմն մեղադրանքների, հետապնդումների եւ ազատազրկման։ Այս հայտարարությունը նա արել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում 4 բարձրաստիճան հոգեվորականների եպիսկոպոսական ձեռնադրության արարողության ժամանակ։ ՎՀՓ-ը շեշտել է, թե Հայաստանում, թե Սփյուռքում ծառայող հայ հոգեվորականները շարունակում են մնալ անսասան իրենց ուխտին ու հավատարմությանը։ Նրա խոսքով հոգեվորականների առաքելությունը ոչ միայն հոգևոր, այլ նաև պետականության ամրապնդման կարևոր մաս է։ Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Երևանում նախատեսված է բարձր մակարդակի հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպումից հետո կողմերը նախատեսում են ստորագրել երկկողմ փաստաթղթեր, ինչը վկայում է, որ բանակցությունները միայն հայտարարությունների մակարդակում չեն մնալու։ Պաշտոնական ծրագրի համաձայն Ռուբիո եւ Միրզոյանի հանդիպումը կմեկնարկի ժամը 15:25-ին։ Հայաստան դաշինքի падգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չէ մարտի 1-ի գործի բացահայտումը, քանի որ այդ թեման ըստ նրա իշխանությունը շարունակում է օգտագործել քաղաքական մանիպուլյացիաների համար։ Падգամավորը շեշտել է, իշխանությունը արդեն 8 տարի ղեկավարում է երկիրը, սակայն գործի բացահայտման մասով իր խոսքով 8 մմ անգամ առաջ չի գնացել։ Խաչատրյանի գնահատմամբ այս հարցը շարունակվում է օգտագործվել քաղաքական նպատակներով, ոչ թե վերջնական պատասխաններ տալու համար։ Նա նաև հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքներով հնարավոր կլինի վերջ դնել ներկայիս կառավարման մոդելին։ Ռուսաստանում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ ջերմուքանքային ջրի վաճառքը, իսկ խոշոր խմբաքանակը արգելափակվել է Չեսնի Զնակ պետական մականշման համակարգի միջոցով։ Ռոսպոտրեբնadzորի հանձնարարականով սահմանված այդ քայլը բացատրվել է նրանով, որ անհրաժեշտ է կանխել քաղաքացիների կյանքին եւ առողջությանը հնարավոր վնասը։ Վերահսկող մարմինը նշել է, որ արտադրողի կողմից արձանագրվել են արտադրանքի պարտադիր պահանջների խախտումներ, ինչն էլ դարձել է արգելքի պատճառ։ Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվել է։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության եւ լրտեսության հատկանիշներով։ Ըստ պաշտոնական վարկածի Թևանյանը 2024 թվականին օտարերկրահատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելուց հետո փոխանցել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, դրա դիմաց ստանալով 622,000 ԱՄՆ դոլար։ Խոսքը վերաբերում է փակ նիստի ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված նյութերին, որոնք ըստ մեղադրանքի փոխանցվել են արտաքին ուժերի ներկայացուցիչներին։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը առգրավվել է, կապված 2023 թվականի սեպտեմբերի 24-ի բենզալցակայանի պայթյունի գործով քննության հետ։ Սակայն փաստաբան Ռոման Երիցյանը նշել է ուշագրավ հանգամանք։ Առգրավված հեռախոսը 2025 թվականի արտադրության է, ինչը հարցեր է առաջացնում քննության տրամաբանության վերաբերյալ։ Փաստաբանը նաև բարձրաձայնել է, որ Արցախի մի շարք նախկին պաշտոնյաների նկատմամբ ընթանում են բնակարաններից ազատելու գործընթացներ, որոնք ըստ նրա ունեն իրավական եւ փաստական լուրջ խնդիրներ։ Նա հիշեցրել է նաև, որ Արցախի ներկայացուցչության շենքի սեփականազրկման գործով սպասվող դատական վճիռը մինչ այժմ չի հրապարակվել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամենաուշը 2 տարուց Հայաստանը կունենա Եվրամիության հետ վիզաների ազատականացում։ Վարչապետի խոսքով 2018-2025 թվականներին Հայաստանից դեպի Եվրամիություն մեկնող քաղաքացիների թիվը աճել է շուրջ 500%-ով, ինչի պատճառով եվրոպական դեսպանատները պարզապես չեն հասցնում սպասարկել այդ հոսքը։ Փաշինյանը վստահեցրել է, որ ապագայում դեպի եվրոպական երկրներ մեկնելու համար քաղաքացիներին անհրաժեշտ կլինի միայն անձնագիր եւ ավիատոմս։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ։ Նա ընդգծել է, որ Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրամիության կամ այլ երկրների հետ որևէ կերպ ուղղված չեն երրորդ պետության դեմ, այդ թվում Ռուսաստանի։ Միրզոյանը նշել է, Երևանը շահագրգռված է Մոսկվայի հետ գործընկերային հարաբերությունների պահպանմամբ եւ զարգացմամբ։ Նա անդրադարձել է նաև հայկական ապրանքների արտահանման խնդիրներին, նշելով, որ նման հարցեր նախկինում եւս եղել են եւ պետք է լուծվեն կառուցողական քննարկումների միջոցով։
Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քլիչը հայտարարել է, որ սա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ուղիղ առևտրի նոր քայլ է։ Նա նշել է, որ նախաձեռնությունը կարող է նպաստել նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը։ Քլիչի խոսքով այս գործընթացը կարող է կարևոր ներդրում ունենալ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում։ Թուրք պաշտոնյան այս գնահատականը հրապարակել է կիսվելով Նիկոլ Փաշինյանի գրառմամբ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ախալքալակ Կարս երկաթուղին արդեն բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Վարչապետի խոսքով սա մեծ իրադարձություն է երկրի տնտեսական կյանքի համար, քանի որ Հայաստանը այժմ Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով երկաթուղային կապ է ստանում նաեւ Եվրոպական միության ուղղությամբ։ Նա նշել է, ապագայում նախատեսվում են նաեւ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան եւ Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղային նախագծեր։ Փաշինյանը այս ամենը կապել է իր առաջ քաշած TRIP նախագծի իրականացման հետ, խոսելով նոր տարածաշրջանային հաղորդակցությունների մասին։